Հայկական ավանդական ընտանիքներում դարեր ի վեր ընդունված է եղել թխել տնական բուրումնավետ հաց։ Բացի նրանից, որ այն ավելի համեղ է, գնային առումով էլ ձեռնատու է եւ շահավետ։ Սակայն այժմյան դարաշրջանում շատ քչերն են տնական պայմաններում եփում հաց։ Մեծամասնությունը հացը գնում են փռերից կամ խանութներից։ Ճիշտ է, գնված հացը բարակյաց չունի, քաշը քիչ է, սակայն տանտիրուհիները հրաժարվում են հաց թխել եւ պատրաստ են ամեն օր մեկ հացի դիմաց վճարել 1 լարի եւ տան անդամներին կերակրել փռից գնված հացերով։ Նա հացին զավալեք չեմ շատեսնի, որ ագովել որ մարդիկ բարակ ուտան առնեն ուտեն։ Այդ կանոն բան էլ ինչ։ Դե արել է ինչի արել, արել է գեստա այուն չի զերծ վախենալու դե բիդան խանթջին իկինը հաց չի դայրի։ Եփել է ձերնդու է տունը բը։ Փողին օգուտե ու դողին վենաս։ Քանի հաց կառնեք։ Օրական 5 հաց։ Քանի հոգի։ 4 հոգով կշտանալ չենք 5 հացով։ Աշխատիլա չի, մենք վերացիա կդանեն։ Հացը փարա չենք կին աշխատի։ Աղջիկ ջան, ես չէ որ մետածեմ, սա աշխանը գիտեն ու սա աղացի։ Ռայոնն է գիտո այդ հացերն այդ մանին։ Չկա, հնար չկա, սովետին ժամանակ հաց կեպեին, փոխանքանը իմ թաշներուց պես են ասման լիք։ Հիմի Քարագուսի հացն է թե, մեկ էլ պուրին է թե, կարնես քիչ մենա քամին ձերքետ տանի։ Երանդ նա արգակը մենա նա բան։ Նա փոլ բանկ է տանի, փարակը մենա։ Դերոժը կուրսն է, գեքսը գիտես մեջ բանկա։ Ուրաց հացն իշտ ելենա։ Սախսը հասնան կդի ինչ է, բայց եփող թող չմ հասկնար։ Մեղք է ժողովրդին, էլի փարակ ուտար հաց ուտե։